Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Պուտինը Միացյալ Նահանգներ Կենտրոնական Ասիա խորհրդաժողովից անհանգստացած է։ Հոկտեմբերի 27-ին կայացել է Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հեռախոսազրույցը։ Ինչպես Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնի է դարձել, Tendri News-ին զրուցակիցները քննարկել են նոյեմբերին Տոկաևի Մոսկվա կատարվելիք պետական այցի նախապատրաստման հետ կապված։ Ինչպես նաեւ երկկողմ ռազմավարական գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր անդրադարձել արդի միջազգային իրադարձություններին։ Ավելի վաղ Տոկաևի Ռուսաստանի Դաշնության պետական այցը նախապատրաստելու նպատակով Մոսկվա է գործուղվել Ղազախստանի նորանշանակ արտգործնախարար Երմեք Կոշերբեյևը։ Բանակցություններից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ Ղազախստանի նախագահի Մոսկվա պետական այցը միջազգային նշանակություն ունեցող իրադարձություն է։ Պուտին-Տոկաև հեռախոսազրույցի առիթն ըստ երևույթին մամուլում հայտնված տեղեկությունն է, որ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների առաջնորդները Վաշինգտոն այցի հրավեր են ստացել։ Սպիտակ տունը նախապատրաստում է ԱՄՆ Կենտրոնական Ասիայի առաջին համաժողովը։ Ընծմին դա տեղի ունենում ԱՄՆ նախագահի Մալազիա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա շրջայցից հետո, որի ընթացքում ծրագրված էր Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի արտգործնախարար Սի Ցզինփինի հանդիպումը։ Այս համատեքստում Կենտրոնական Ասիայի եւ Միացյալ Նահանգների համագործակցության հեռանկարը բնականաբար Ռուսաստանին անհանգստացնում է։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ապրիլին Կենտրոնական Ասիայի երկրները ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել Եվրամիության հետ, իսկ տարածիորեն 2 օր առաջ Ուզբեկստանի նախագահը Միզերիևը Բրյուսելում Եվրահանձնաժողովի հետ շուրջ 10 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համաձայնագիր է ստորագրել։ Կենտրոնական Ասիայի երկրների եւ ԱՄՆ-ի միջև համագործակցության հեռանկարը չափազանց կարևոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման համար քաղաքական եւ անվտանգային լուրջ երաշխիք է։ Ամենևին էլ պատահական չէ, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումներն սկսվում են Ղազախստանի ակտուալ նավահանգստից։